Ցավալի լուր է հայտնի դարձել քիչ առաջ տեղեկացանք, որ մահացել է սիրված տաղանդավոր դերասան Արա Դեղտրիկյանը։ Օրեր շարունակ Դեղտրիկյանի հարազատները, դուստրը և իհարկե դերասաններն, ովքեր նրա գոլեգաներն էին, արյան դոնորներ էին փնտրում, հավանաբար նա ուներ առողջական լուրջ խնդիրներ։ Մենք ևս միանում ենք բոլոր ցավակցական խոսքերին ու նրա ընտանիքի անդամներին, ուժ ենք ցանկանում այս ծանր պահին։ Արա Դեղտրիկյանը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ էր, ով նշել է իր ծննդյան 60-ամյակը։ Դերասանն իր հարցազրույցներում նշել է, որ հրաշալի ընտանիք ունի, ինչի համար իրեն շատ երջանիկ մարդ է համարում։ Կինը՝ Կարինե Աճեմյանն ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, այնուհետև ցանկացել է Թատերական ինստիտուտի թատերագիտական բաժինն ընդունվել, բայց այդ տարի նման բաժին չի բացվել և նա ընդունվել է երջանկայի հիշատակ Հրաչյա Ղափլանյանի կուրս։ Մենք ծանոթացել ենք հենց ինստիտուտում, զուգահեռ կուրսերում էինք սովորում, հետո Վիեննայում որակավորում է ստացել ու աշխատել բանկում, որից հետո երկար տարիներ եղել է Ազգային ժողովի պատգամավոր, այժմ էլ Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի նախագահ, հասարակական գործունեություն է ծավալել։ Աղջիկը Մանան Դեղտրիկյանը Եվրոպական համալսարանն է ավարտել, մի շրջան աշխատել է Սփյուռքի նախարարությունում, որից հետո ամուսնացել է և 2013 թվականից բնակվել Կիևում, այժմ չի աշխատում, իր երեխաների խնամքով է զբաղվում։ Սիրված դերասանն իր հարցազրույցներից մեկում նշել է՝ մարդը պետք է ձգտի իրեն փոխել, վերանայել։ Դերասանն իր հարցազրույցում նաև նշել է, որ կինը միշտ էլ եղել է ՀՀԿ-ի ակտիվ գործիչներից և քաղաքական մեծ ճանապարհ է անցել։ Իմ կինը քաղաքական մեծ ճանապարհ է անցել, այնպես չէ, որ մյուս նորաթող պատգամավորների նման է։ Ես կարծում եմ, այդ աշխատանքը գնահատվել է և նա իր արժանի տեղն է զբաղեցրել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում։ Երբ դեռ մի քանի տարի առաջ կինս որոշեց անդամագրվել ՀՀԿ-ին, մեզ մոտ ոչ մի խնդիր չառաջացավ։ Ես ինքս անկուսակցական եմ, քանի որ կարծում եմ դերասանը պետք է ազատ լինի։ Բայց իհարկե սատարելու եմ իմ կնոջը, ասել է Դեղտրիկյանը։ Առաջին լրատվականի այն հարցին, թե դժվար չէ արդյոք դերասան լինելով հանդերձ լինել նաև պատգամավորի ամուսին, նա պատասխանել է. Պատգամավորի ամուսին լինելը դժվար չէ, իհարկե լինում են ինչ-որ հարցեր, որոնց շուրջ մենք տարբեր տեսակետներ ենք հայտնում, բայց երբեք վեճեր կամ խնդիրներ չեն առաջացել, մեր աղջիկը ևս այս հարցին նորմալ է վերաբերվում։ Ես կցանկանայի, որ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ անցնեն քաղաքական ճանապարհ, եթե մարդկանց թվում է, որ Ազգային ժողովում հայտնվելը միայն կոճակ սեղմելն է, շատ են սխալվում։ Ախ սիրտս կարոտի
օջախս տխուր է առանց քեզ նասելիս ախաչքս քո ճամփին խամրում է ինչ անեմ ախ սիրտս կարոտից մարում է ինչ անեմ Տաղասեմ նազերիդ օջախս տխուր է առանց քեզ նազելիս ախաչքս քո ճամփին խամրում է ինչ անեմ ախ սիրտս կարոտից մարում է ինչ անեմ Տաղասեմ նազերիդ օջախս տխուր է առանց քեզ նազելիս ախաչքս քո ճամփին խամրում է ինչ անեմ ախ սիրտս